Ժամանակի թելադրողն ու հրամայականը, արհեստական բանականությունը այժմ դասավանդվում է նաև դպրոցներում։ Արդեն երկրորդ տարին իրականացվող արհեստական բանականության սերունդ փորձարարական կրթական ծրագիրն այժմ գործում է 14 դպրոցում։ Այն ներդրվել է ավագ դպրոցների 10-րդ դասարանում։ Աշակերտները ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, ծրագրավորում Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն ընդհանուր եւ խորացված ծրագրով։ Այս ծրագիրը ըստ կրթական գերատեսչության նպատակ ունի ձևավորել արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին սկսած դպրոցից։ Ինչպես որոշ երեխաներ ավագ դպրոցում որպես նպատակային առարկաներ կարող են ընտրել քիմիան ու կենսաբանությունը ու այդ ուղղությամբ խորացնել իրենց գիտելիքները, այս դեպքում էլ այն երեխաները պետք է լինեն ծրագրում, որոնք մաթեմատիկայից, ինֆորմատիկայից գիտելիքներ ունեն, ու այդ ուղղությամբ իրենց այսպես գիտելիքներ շարունակում են խորացնել, որպեսզի հետո բարձրագույն կրթությունը շարունակեն այդ ուղղությամբ։ 10-րդ դասարանի ավարտին գիտելիքի ստուգման արդյունքներով աշակերտները կարող են շարունակել արհեստական բանականության կրթությունը, խորացնելով գիտելիքները տարբեր ուղղություններով։ Շատ կարևոր է ընդգծել, որ երեխաները պարտադիր լուծումներ են անցնում, անկախ նրանից ինչպես են իրենք գնահատվել դպրոցում, իրենց ընթացիկ գնահատումը այդ առարկաներից ինչպես է իրականացվել, առանձին ուսումնասիրած առարկաներից իրենք լուծումներ են անցնում եւ դրանով գնահատվում։ Կրթական գերատեսչությունից հայտնում են վերապատրաստվելու են թե մաթեմատիկա, թե ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչները, որպեսզի կարողանան իրականացնել այդ ավելի բարդ ծրագրերի դասավանդումը դպրոցներում։ Ոլորտի փորձագետն էլ նկատում է, թեև արհեստական բանականության գործիքակազմին տիրապետելը իսկապես անհրաժեշտություն է տեխնոլոգիական ժամանակակից աշխարհում, այդուհանդերձ այն պետք է տրամադրվի արդեն իսկ կայացած մասնագետներին, խուսափելու երեխաների մտածողությունն ու ստեղծարարությունը խեղելու, ռոբոտացնելու վտանգից։ Մասόν արդեն լավ սովորել է, ինքը հասկացել է իր ուղեղի նեյրոցը, լավ զարգացած է։ Իրեն, երբ որ տալիս ես հզոր գործիք, արդեն դա օգնում է։ Բայց երբ որ մարդը ինքը դեռ չի զարգացրել դա, այսինքն ինքը դեռ ամենաբազային մակարդակի մտածողության խնդիրները լուծելը պետք է սովորեցնի իր ուղեղին։ Այդ ժամանակ եթե մարդուն տրամադրվի այդ գործիքները, մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք, որտեղ ինքը բազային մակարդակը չի լուծել դեռ որպեսզի գնա առաջ։ Խնդիրը նրա մեջ է, որ դու պետք է հասկանաս, թե ինչի այդ գործ ունես, որպեսզի դա կարողանաս ինտեգրալ մեկ, երկրորդը լավ եթե հասկացար, դի հասկանաս ինչպես դա ինտեգրալ, որպեսզի ասում հոնք սարքելու տեղ աչքներ չհանես։ Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 26 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել ավելի շատ դպրոցների եւ մեծաթիվ աշակերտների։ Այս տարվա սեպտեմբերից ակնկալվում է ծրագրում ընդգրկել եւս 10 դպրոց։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։